Լիլիթ Համբարձումյան, 28 տարեկան է, ամուսնացած չէ։ Անի Մարտիրոսյան, 26 տարեկան է, ամուսնացած չէ, Լիլիթի հարևանուհին է։ Բացի աչքերդ։ Վեր կաց։ Բացի բերան։ Ինչ ես անում։ Ավելորդ հարցեր մի տու, բացի բերան։ Որտեղ եմ ես Լիլա։ Անի, բացի բերանը տասում եմ։ Խնդրում եմ, օրոխ։ Բացի բերանը տասում եմ։ Լավ է։ Լավ, խմի։ Խմի։ Անի, հանգստացի մի հատ։ Հանգստացի մի հատ, ու խմի, դավայ։ Գոհար Մակարյան, Անիի մայրն է, 51 տարեկան է, չի աշխատում։ Գոհար, դու ես, հաբար, անցինստի։ Լուսի, ենքան անհանգիստ եմ, չես պատկերացնում, ասեցի կամ տեսնեմ, կարող է դու որևէ լուր բան ունենաս։ Վայ, Արուշ ջան, դե ես որ իմանա, ես պես հո չէի նստի, կգայ կասեի քեզ էլի։ Լուսի, ես զարմանում եմ, 3 օր է գնացել են, մի հատ զանգ չկա, չեն մտածում, որ մենք էստեղ անհանգստանում ենք։ Արուսյակ Համբարձումյան, Լիլիթի մայրն է, 55 տարեկան է, ամուսնացած է, չի աշխատում։ Դե երևի դեռ չեն տեղավորվել, կամ էլ երևի հարմար չի։ Լիլիթ առաջի անգամ չի գնում, ամեն գնալուց հենց տեղ էր հասնում զանգում էր։ Լուսի զանգ է, Լիլիթն է։ Հա։ Ալո։ Բարև, մամ ջան, ոնց եք։ Արև, շատ վատ ենք, դուք չեք մտածում, որ անհանգստանում եք, ինչի չեք զանգում։ Դնում, որովհետև հեռախոսս էր փչացել ու հետո ժամանակ չէր լինում, որ զանգեինք, հիմա էլ գնում ենք առևտրի։ Հա, ուզում եմ հարցնել երբ եք հետ գալու։ Մի քանի օրից, մամ ջան։ Հասրու, Անիս ոնց է։ Հա, լսի, Գվարդյոջան բարևում է, ու հարցնում է Անին ոնց է։ Անին շատ լավ է, մամ ջան։ Ուղղակի հիմա մոտս չի կարա խոսի, որ գաք ասեմ կզանգի։ Հա, բալես ուշադիր եղի Անին, ինքը անփորձ երեխա է, հասկացար։ Եղավ, մամ ջան։ Դուք մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է։ Հա, անպայման նորից կզանգեք ու զգուշ եղեք, օտար տեղեք, զգուշ եղեք, հասկացար։ Մամ ջան, դու մի անհանգստացի, ամեն ինչ նորմալ է, մենք մի քանի օրից վերադառնալու ենք Հայաստան։ Դե լավ մնացեք, Անին կբարևես ու անպայման զգուշ եղեք։ Եղավ, մամ ջան, եղավ։ Լավ։ Դե, ինչ էր ասում, ոնց են երեխեքը։ Շատ լավ են, մի քանի օրից էլ վերադառնալու են։ Վայ, Աստված ջան, դու պահապան եղիր երեխեքին։ Վայ, սիրտս հանգստացավ։ Հա, ես էլ հանգստացա։ Սուրճ կխմես, Արուշ ջան, հա մի հատ։ Ես, սուրճ։ Ուղղվեր։ Չես լսում քեզ ինչ եմ ասում։ Ինչ ես ինձ ուզում։ Լսի թե քեզ ինչ եմ ասում։ Եթե դու ուզում ես տուն հասնես, անելու ես այն, ինչ որ ես եմ քեզ ասում։ Հասկացար։ Հա, կանեմ հենց ոնց որ դու ես ուզում մենակ թե տուն հասնեմ։ Լավ է։ Ուրեմն այսպես։ Հիմա ես զանգում եմ մորդ, դու նրա հետ խոսում ես ու ասում ես, որ ամեն ինչ նորմալ է։ Եթե հանկարծ ավելորդ ինչ որ բան ասեցիր, դու այլևս քո մայրիկին չես տեսնի։ Բարձա։
խոստանում եմ չեմ ասի։ Լավ։ Մամ, Տարիների ընթացքում Լիլիթը ներգրավել էր թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խմբավորման մեջ։ Նա առևտրի պատրվակով երիտասարդ աղջիկներին տանում էր արտասահման եւ նրանց ստիպում զբաղվել մարմնավաճառությամբ։ Անիի հայրը կարճ ժամանակ առաջ մահացել էր ու ընտանիքը մնացել էր առանց խնամքի։ Օրվա ապրուստ վաստակելու համար Անին դիմել էր Լիլիթին եւ ակամայից դարձել նրա հերթական զոհը։ Տեսար Գոհար ջան ինչ լավ եղավ։ Հիմա անից այնտեղ լավ փող կաշխատի, կգա, էլ ոչ մի բանի կարիք չեք ունենա։ Հարուր ջան, հա, շատ լավ է։ Ես անչափ շնորհակալ եմ Լիլիթից, որ Անիին օգնում է։ Չեմ պատկերացնում ինչ էր լինելու մեր վիճակը, որ Լիլիթը չլիներ։ Լիա, տեսնես ով է։ Ես մարդու չեմ սպասում։ Բարի ձեզ։ Ես դու ես։ Մամ ջան, Աղջի ես որտեղից հայտնվեցի։ Թուրքիայից, մամ ջան։ Ես երբ եք եկել։ Բանի սուրա։ Ես հիմա կպատմեմ։ Լիլիթ, Անին ուրա։ Ես մենակ եմ եկել։ Ոնց թե։ Դե Անին չուզեց գալ Հայաստան։ Լիլիթ, ինչ ես խոսում, ոնց Անին չուզեց։ Դե գիտեք ինչպես ստացվեց, ես լավ ծանոթներ ունեմ այնտեղ, ու մեր ծանոթներից մեկը խոշոր գործ առաջարկեց Անին։ Անին էլ համաձայնվեց ու մնաց։ Ես եկա, ինքը մնաց։ Անին ոնց կարար այդպես բան աներ առանց ինձ հետ խոսալու։ Թե Գոհար մտածեց, դե ես գալու եմ, ես կպատմեմ, էլի այդքան բանը հեռախոսով ոչ էր ասելու։ Լիլիթ, ասածը դուրս չի գալիս։ Անին առաջի անգամ է դրսում, ու մի անգամից այդպես կտրուկ որոշում է կայացրել։ Դեկին Գոհար, ինչ եք դուք տխրում, ամեն ինչ շատ ավելի լավ է ստացվել Անիի համար։ Նույնիսկ այդ մարդը կանխիկ վճարեց Անիին։ Հա, Անին $200 ձեզ ուղարկել է, խնդրեմ։ Ինձ այս փողը պետք չի։ Ինչի՞ս է պետք, եթե Անին կողքից չլինի։ Այ Գոհար վերցրա, լիք փողի կարիք ունես, վերցրա։ Տիկին Գոհար, մի րոպե հանգստացեք։ Անին ինձ ասեց, որ եթե գործերը լավանա, ինքը ձեզ կանչելու է իր մոտ, ու այնտեղ միասին ապրեք։ Ահա։